Ես մի հարց ունեմ, մեր սահմանադրությունը փոխելու կապակցությամբ, ինչ եք կարծում, փոխելու անհրաժեշտություն ունենք մենք մեր սահմանադրությունը, թե ոչ։ Շատ ակտուալ հարց եք տալիս, մենք սրա մասին առիթ ունեցել ենք խոսելու։ Գիտեք, այսօրվա մեր վիճակի նաև կարծում եմ շատ մեծ չափաբաժինը, թե ինչի այսքան սանձարձակ դարձան այս իշխանությունները, նաև սահմանադրությունն է, որովհետև ըստ երևույթին ունենք մի վիճակ, որտեղ պետք է ըստ սահմանադրության իբր գործեին հակակշիռների համակարգերը, այսինքն գործադիր իշխանություն, դատական իշխանություն, նախագահան պետք է ունենար իր դերը հակակշռելու այս ամեն ինչը, բայց ըստ երևույթին ունենք մի վիճակ, որ ձևավորել է մի մեծամասնություն եւ ամեն ինչ որոշում է ինքը։ Այսինքն ամեն ինչ ասում է խորհրդարանով, խորհրդարանում կան ունեն բացարձակ մեծամասնություն եւ ինչ ուզում որոշում են խորհրդարանում էլ շատ լավ գիտենք քաղաքացիական պայմանագրի падգամավորները ում են լսում, ում խոսքով են առաջնորդում, այսինքն այնտեղ անկախություն բացարձակ չկա։ Ու ունենք մի իրավիճակ, որ մի հոգի այս երկրում որոշում է ամեն ինչ։ Դատական իշխանությունից, մինչև դատախազություն, մինչև մնացած բոլոր համակարգեր, նախագահային ներառյալ։ Այսինքն սա նորմալ չի, սա չի կարող նորմալ լինել։ Ու իմիջիայլոց մենք խոսեցինք, իմ գործընկերները նաև խոսեցին 2000-ականների ժամանակաշրջանի հաջողությունների հետ կապված, այստեղ կարծում եմ նաև հաջողությունների գրավականը եղել է նա, որ իրապես գործել է կոալիցիոն կառավարություն եւ կար նախագահ, ով ոչ մի կուսակցության անդամ չէր, ով կարողանում էր ճիշտ բալանսավորել այդ հարաբերությունները եւ այսպես կողմ չէր դառնում։ Հիմա տեսեք, եթե մենք ունենայինք ուրիշ պատկեր, նույն 2021 թվականի ընտրություններով համամասնությունը լիներ տարբեր եւ այն ուժը, ով որ ստանձնում է պատասխանատվությունը, ունենար կախվածություն նաեւ մյուսներից, ուրեմն պետք է հաշվի նստել նրանց հետ։ Տարբեր հարցերում, ամենակարևոր, իսկ այստեղ շատ լավ գիտենք իրենք թքած ունեն մնացածի վրա, բոլորի վրա, շատ դեպքերում հանրային կարծիքի վրա եւ պարզապես անում են այն ինչ ուզում են։ Մի օր արթնանում մի բանավորոշում, երեկոյան կարա փոխի որոշումը, մյուս օրը, այնպես որ այստեղ շատ կարևոր քայլեր կա անելու, սրա մասին խոսել ենք սահմանադրության մասով, օրինակ ինչ կարող է լինել, կարող է լինել, որ նախագահի ինստիտուտը լինի նորից ընտրովի։ Այսինքն խորհրդարանական մոդելի եթե չենք փոխում, ապա նախագահան ավելի շատ լիազորություններ ստանա։ Կարող է լինել տարբերակներ, երբ կոնկրետ որոշումներ, ասենք սահմանադրական օրենքներ ընդունվեն ոչ թե պարզ մեծամասնության, այլ նաև ընդդիմության ներքին մեծամասնություններ պետք է լինի, այսինքն կա 30 ընդդիմադիր, իրենց մեծամասնությունն էլ պետք է կողմ քվեարկի։ Այսպես տարբեր մոդելներ կան այս ամեն ինչը անելու, բայց իսկապես սա չափազանց կարևոր հարց է, որի վրա եթե հաջողություն ունենանք այս տարի ընտրություններին, պետք է այս հարցը դառնա հիմնական այսպես անելիքներից մեկը մոտ ժամանակաշրջանում։ Այսքանը թերևս։ Բացառվի, որ միոյի կարողանա բոլորի տեղը որոշել։ Ձեր տեղը, բոլորի տեղը իրացել է, միոյի բացառվի, որ կարողանա այսքան իշխանություն ունի։ Տեսեք, նույն օրինակ խոսում ենք շատ ժամանակ համատություններ ա տարվում Գյումրիի ընտրությունների հետ։ Գյումրիում ընտրվել է քաղաքապետ, ով ունի մեծամասնություն ավականների մեջ, այսինքն 33 ավականոց ունի ընդամենը քանի 8-9 մանդատ։ Եվ այստեղ մյուս ընդդիմադիր ուժերը օգնել են իրենց ձայները, որպեսզի նա դառնա քաղաքապետ, բայց մենք հասկանում ենք, որ այս դեպքում այդ տեսակ ընտրված մարդը, այսինքն պարտավոր է հաշվի նստել նաև այն ուժերի հետ, ովքեր նրան դարձրել են այդ պաշտոնին ձայն են տվել, որ այդ պաշտոնը ունենա։ Եթե այստեղ ամենայն հավանականությամբ հաջողության դեպքում, որը շատ իրական է, ամենայն հավանականությամբ պետք է լինի կոալիցիոն կառավարություն։ Այսինքն այս դեպքում իր ներսում արդեն կոալիցիայի ներսում պաշտոնը զբաղեցնող մարդը միայնակ իր քմահաճույքով չի կարող որոշում ընդունել։ Պարտավոր է լինելու հաշվի նստել նաև իր կոալիցիոն գործընկերների հետ։ Այնպես որ այստեղ շատ լուրջ անելիք կա ու ձեր մտահոգությունը ես կիսում եմ։